հատ հարց ունեմ։ Ուրեմն իմ թորնիկս ծառայում է։ Հիմա ես կոնկրետ մենակ իմ թորնիկի մասին չի մտահոգությունը, մեր ընդհանուր երկրի երեխեքի մասին է, որ դուք անընդհատ ասում եք պատերազմա լինելու, եթե ես չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով։ Պետք չի տառապել, որովհետև հիմա կարող է ես ընտրում եմ ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում։ Ես ուրեմն պետք է մտածեմ, որ մեր վարչապետին չընտրեցին։ Տեսեք, ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ, որ այն ձեզ հայտնի քաղաքական ուժերը, ես հետևում եմ իրանք ինչ են ասում, իրանք բոլորը հանդես են գալիս խաղաղության վերաբանակցելու, վերանայելու օգտին, դա շատ վտանգավոր է։ Կանց ահուս սարսափի մեջ եք պահում։ Չէ, մենք ահուս սարսափի մեջ, մենք ընդհակառակը ժողովրդին ասում ենք, որ խաղաղություն ենք հաստատել, խաղաղությունը հաստատված է եւ բոլորին կոչ ենք անում, որ խաղաղությանը տեր կանգնենք։ Խաղաղությունից փաստացի ոչ մեկ չի ասում, փաստացի այդ խաղաղությունը հաստատված է։ Ես եմ ասում, ես ասում եմ հաստատված է։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ թղթերը ստորագրել ենք, ես վերադարձել եմ եւ 2025 թվականի օգոստոսի 18-ին ուղերձով դիմել եմ ժողովրդին ձեզ եւ ասել եմ, որ խաղաղությունը հաստատված է։ Ես լսել ձեր ասածը, որ եթե ես չլինեմ, սեպտեմբերի մեծ պատերազմ է սպասվում։ Ես ասում ոչ թե ես չլինեմ, այլ եթե այդ ուժերը գան իշխանության, այո, ես կրկնում եմ, որ դա իմ կանխատեսումն է եւ համոզմունքն է։ Ուրեմն դուք համոզված եք։ Այո, որ համոզված չեմ ասի։ Դե դրա համար ժողովրդին ասում եմ, տեր կանգնեք խաղաղությանը, պետք չի լարվել։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հունիսի 7-ին կգնա, տեր կկանգնի խաղաղությանը, եւ մենք այդ խաղաղությունը ավելի ինստիտուտ։ Ես հույսս ուզում եմ ձեր վրա դնեմ, ոչ թե ժողովրդի։ Չէ, բայց ես առանց ժողովրդի ինչ կարող եմ։ Ժողովուրդն է ձեր կողմը։ Դուք պետք է անեք, որ ժողովուրդը ձեզ ընտրի։ Դե ես շատ մեծ մտահոգություն ունեմ։ Ես մենակ իմ թորոն մասին չեմ մտածում։ Բոլորն էլ մեր երեխեքն։ Դրա համար մենք բոլորս իրար հետ պետքա տեր կանգնենք խաղաղությանը։ Եվ էս էլ մեր խաղաղության սիմվոլն է, նվիրեմ մի հատ ձեզ։ Վայ, չեմ ուզում։ Ինչի։ Չեմ ուզում։ Ես կսպասեմ ու ես ուզում եմ, որ անձամբ այս ընտրություններից հետո ես ձեզ տեսնեմ։ Այդ ուղղակի իմ խնդրանքը կլինի։ Հիմա դուք քվեարկելու եք մեր օգտին, թե չէ։ Թողեք ինձ։ Հա, թողեմ։ Ես ընտրությունները ցույց կտամ։ Ես ոնց հետո ընտրություններից հետո ես ոնց տեսնեմ։ Չգիտեմ։ Իրավունք չունեմ։ Հիմա տեսնում եք։ Հիմա տեսնում իրավունք ունեք։ Իրավունք ունեք։ Իրավունք ունեք։ Դե ուրեմն հիմա իրավունք հաստատի տվել եք բոլորիս։ Ես 7 տարի անընդհատ ավտոբուս եմ նստում, մետրո եմ նստում, յուղ եմ գնում, քաղաք եմ գնում։ Իմացել եմ, եկել եմ ձեզ տեսնել։ Դե հետո էլ կիմանաք կգաք։ Շատ լավ, ուզեի որ դուք նորից գայիք այս մեր տերիտորիան, հատկապես Բանգլադեշ, ու մի քիչ հսկողությունը շատացնեիք։ Ինչի վրա պետք հսկողություն։ Ամեն ինչի տեսնեիք ինչ ա կատարվում։ Ինչ ա կատարվում, ասեք։ Չգիտեմ, դուք Ինձ առանց, չէ, անկեղծ։ Հիմա կոնկրետ ինձ այս բանակի, այս պատերազմի այդ տենց հարցերն է ինձ առաջնահերթ։ Բոլորիս։ Խաղաղության։ Այո, խաղաղությունը, տեսեք, ինչա այս գլխարկի վրա ինչա գրած։ Այն ժամանակ էր գրված։ Չէ, հիմա գրված է, հիմնավորված է գրված հաստատքով։ Գիտեք ինչ։ Ոչ մեկի նկատմամբ հավատ չունենամ։ Ընտրությունը ձերն է։ Մտածեք եւ կատարեք ձեր։